Այսօր խոսելու ենք նրանից, թե ինչի են արտասահմանյան reality շոուները ավելի իրական թվում մեզ, քան հայկականը։ Նախորդ հոլովակի մեկնաբանություններում ինձ գրում էին, որ օրինակ կորեական, ռուսական եւ այլ reality շոուները, երբ որ մենք նայում ենք, մեզ այդ ամեն ինչը ավելի իրական է թվում, քան հայկականը։ Կոնկրետ խոսենք Սիրասունի օրինակով, տեսեք, օրինակ արտասահմանյան reality շոուներում նույն ինքը վերցնենք Խալաստիաչկան, Օստրով լյուբվի ու այլ նմանատիպ շոուները, մենք տեսնում ենք իրանց կենցաղը ու առօրյան։ Ու այդ ամեն ինչի հետ մենք դրանց մի մասն ենք մեզ զգում։ Կերպարները ավելի մոտ են մեր իրական կյանքին, այդ պատճառով էլ մեզ ավելի իրական է թվում այդ ամեն ինչը։ Իսկ այստեղ կոնկրետ Սիրասունի դեպքում մենք միայն տեսնում ենք այդ դեյթերի հատվածը, իսկ դեյթերը օրինակ եթե թույլ տային, որ մասնակիցները իրանց ցանկությամբ դեյթեր կազմակերպեին, ինձ թվում է այդ դեպքում ավելի լավ կստացվեր, քան օրինակ այդ ամեն ինչը պատրաստ լինում է ու իրան գնում են արդեն այդ պատրաստի sense հեքիաթային շատ կինոշնի կարտինայի մեջ են լինում, որը որ իրական կյանքում համաձայնեք շատ հազվադեպ է լինում։ Ու նաև ցանկանում խոսել այն մասին, որ եթե մենք խոսում ենք, որ հայկական մեզ իրական չի թվում, իսկ արտասահմանյանը իրական է թվում, չի նշանակում, որ արտասահմանյանում ոչ մի նախապես սցենարային գրված ոչ մի բան չկա, քանի որ այդ դեպքում չէր լինի շոու, այսինքն ուղղակի կլիներ ինչ-որ անհետաքրքիր կենցաղ ու այդ ամենը այդքան էլ հետաքրքիր չէր լինի մարդկանց։ Նույն ինքը, եթե թողնենք sense dating շոուների թեման ու ինչ-որ ուրիշ հաղորդման մասին խոսենք, օրինակ վերցնենք էքստրասենսները, որը որ իմ ամենասիրած շոուներից է, մենք հասկանում ենք ստեղ, որ բնականաբար կա սցենարային գիծ, հնարավոր է ինչ-որ sense նախապես մշակված հերոսներ եւ այլն եւ այլն եւ այլն, բայց ամեն դեպքում էքստրասենսների մեջ կա այդ հումորային հատվածը, ինչը որ մեզ ստիպում է այդ շոուն նայել։ Позовите Олега ու պլյուս դրան իրանց մասին մեմերը եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը ավելի են հերոստատիտողին պահում էկրանների մոտ։ Նույնը նաեւ վերաբերվում է հերոսների ընտրությանը, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ հերոսները հատուկ մտածված կերպով ընտրված են, որոնք որ համապատասխանում են ներկայիս երիտասարդության ստանդարտներին չասեմ, այլ այն մարդկանց, ում իրենք հետևում են։ Պարտադիր այդ հաղորդումներում sense լինում են մի քանի գլխավոր crush-եր, sense ասենք, որ հերոստատիտողին պահում է էկրանի մոտ։ Ինչ-որ շուտ մասնագիտական եմ, չէ՞ արդեն խոսում։ Նույնը եթե էքստրասենսների օրինակով բերեցի, այնտեղ նշեմ, եկեք վերջին սեզոնից ասեմ, մի քանի սեզոն շարունակ Ալեկ Շեպսը ու Չիրիվատին նույն հաղորդման մեջ են։ Թվում է այդ պարզա չէ ինչի համար է արվում, որովհետև իրանք ունեն ահռելի մեծ հետևորդների բանը, ինչը որ ապահովում է դիտումներ ու ռեյտինգ։ Մարքեթինգային դասեր սկսեմ տալ SMM 3 ժամում։